Երկաթին կյանք տալու արվեստը Հարութ Խաչատրյանի կյանքի գործն է։ Մետաղագործությունը նուրբ արվեստ է, համոզված պնդում է մեր զրուցակիցը։ Օրվա մեծ մասն արվեստանոցում անցկացնող վարպետի համար դարբնությունը միայն մետաղ ձևավորելը չէ։ Դարբնությունը Հարութի համար տոհմական ժառանգություն է։ 20 տարի այս գործի մեջ եք, տարբեր շինարարական գործողություններ եք գրավ, փայտային, մետաղական, դարբնի աշխատանքներ։ Հետևելով վարպետի աշխատանքին, թվում է, թե նրա մուրճի յուրաքանչյուր հարվածում ապրում է մեր նախնիների շունչը։ Հարութի ձգտումն է, որ իր արհեստի կարիքը միշտ լինի, որ պահպանի իր համայնքի հոգին, որ դարբնությունը մնա հարազատ Գորիսի անխաթար ժառանգությունը, միշտ պահանջված ու սիրված։ Շահագրգռված սպասում էինք, սենց ասած, որ երբ է գալու այդ հաստոցը, այդ ստանոկը, որ մենք արդեն կարենանք մեր հաճախորդների պատվերները կատարենք։ Ծնվել եմ արհեստավորների ընտանիքում, պապս քարտաշ ա եղել, մենք էլ սենց ժառանգական փոխանցվել է, էդ եք տեսել, սովորել։ Դարբնի գործը հիմա առաջվա պես ծանր չէ։ Օգնության են հասել հաստոցները, բայց արհեստի էությունը չի փոխվել։ Շատ դժվար է ամենքի հետ իրանց լեզվով խոսալը, բայց մենք ձգտում ենք բոլորին էլ հասկանանք, բոլորի հետ բարի ելնենք, բոլորի պատվերները ըստ ժամկետների ուղարկենք։ Առաջին տարիներին Հարութին աջակցել է հայրը, իսկ այժմ ունի աշխատակիցներ։ Երազանքն է, որ իր հնոցի կրակ երբեք չմարի, որ իր որդին եւ աշակերտներն այն վառ պահեն եւ լուսավորեն հաջորդ սերունդների ճանապարհը։ Թեկուզ վրձինը վերցնում եմ ինչ որ մի հատ դետալ, որ ներկում եմ, ինքը տեսնում է, ու այդքանը ինքը ընկալում է։ Հաջորդ օրը, որ ես իրան ասում եմ Արման կարաս, ես ինչ բան անես, ասում է հա, պապ կարամ։ Մենք համ որակյալ ենք արտադրում մեր արտադրանքը, ըստ պատվերների հասցնում ենք։ Պետքա սիրի մարդ այդ գործը, որ անի, ինչը մետաղի փայտի հետ կապված, մենք սիրով ենք անում։ Երկաթի հին ձողերը վարպետի ձեռքում նոր զարդանախշերի են վերածվում։ Տպավորություն է, որ մետաղը ծաղկում է նրա ձեռքերում։ Ռուսաստանում դասերի եմ գնացել հատուկ մետաղական զոդման աշխատանքների ճիշտ որակը պահելու։ Հարութը պատրաստվում է ընդլայնել գործը, ավելի շատ ու սիրով աշխատանքի հանդեպ լցված երիտասարդների ընդունել, որ հինավուրց արհեստը նրանց ձեռքերում վերածնվի եւ միշտ պահանջված լինի մեր ժողովրդի համար։